Հրատարանը անփոփոխ թողեց տնային կալանք մեկ շարունակելու գտնվել նախորդ դատական նիստին ասացիք, որ եթե ոչինչ չփոխվի, չեք մասնակցելու անդրանիկ նիստին ու առհասարակ հիմա ինչպես եք պատկերացնում այս հետագա ընթացքը ինչպես է տեղի ունենում։ Անկեղծ ասեմ, այս որոշումը իմ համար կանխատեսելի էր, որտեղ անցած դատական նիստին դուք տեսաք դատարանում էլ ես ասացի, որ դատավորը նախապես անցած նիստին ասեց, որ այսօր տեսակ նիստ ունեին կալանքի, բայց ինքը ասեց օգոստոսի 2-ին Արտուր Սարգսյանը կարող է ոստիկանների ուղեկցությամբ գնալ ազգային ժողով։ Դա նշանակում է ինքը արդեն մեկ շաբաթ առաջ ասեց որոշումը, որ ես մնալու եմ կալանքի տակ։ Այն ինչ որ մեկ տարի ես ասում եմ, որ ես դատարանում որոշումներ չեն կայացնում, որոշումները ուղարկում են եւ ստեղ ընդամենը ընթերցում են, դա պարոն Ֆարխանը ինքը հիմնավորեց, որի համար իրեն շատ շնորհակալ եմ։ Ակնկալիքներ չկային, բնականաբար ասեմ, որ այն օրը այդ հարցը բարձրացրեց, դաժե այսօր օգոստոս 2-ի նիստի մասնակցելու հարցն էլ չասեց։ Բնականաբար, եթե ինքը թույլատրել ես չէի գնալու, քանի որ իմ որոշումը արդեն ասել եմ, բայց դա այդ որոշումն էլ չկայացրեց։ Ընդամենը իմ տնային կալանք շարունակում է, ես պետք է մեկ ամիս մնամ տանը եւ ազգային ժողովի նիստերին չմասնակցեմ։ Պարոն Սարգսյան, այնուամենայնիվ աշխատանքը ազգային ժողովում ինչպես եք պատկերացնում, որովհետև պարբերաբար իշխանության կողմից հայտարարություններ են հնչեցնում, որ շատ թեժ խորհրդարան է սպասում եւ այլ։ Ինչ մթնոլորտում, ինչ տրամադրությամբ եք աշխատելու իշահ ժողովրդի, հարցս նաեւ իշխանությանն է պիտի ուղղեմ։ Բնականաբար այս ինչ որ պետք է առաջիկայում լինի իմ համար անծանոթ չի, ես 5 տարի այս process-ների մեջով անցել եմ։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, իմ սկզբունքը ոչ թե կռիվ անելն է, անկեղծ եմ ասում, իմ սկզբունքը հայրենիք ունենալն է, արժանապատիվ, արդար, եկեղեցի ունենալն է, եւ այս պայքարի ընթացքում իմ գիծը չի թեքվել, ես պայքարելու եմ իմ հայրենիքի համար, իմ սկզբունքների համար, իմ ավանդույթների համար, իմ եկեղեցու համար, իմ պայքարը շարունակվում է եւ որը որ հնարավորություն ստեղծվի նույն տեմպով պայքարել եմ, ոնց 5 տարի պայքարել եմ թե փողոցում, թե ազգային ժողովում, թե ժողովրդի կողքին, նույն ձևով ես առաջիկա 5 տարին պայքարելու եմ, բայց վստահաբար պայքարելու ենք ոչ թե համակերպված, որ այս 5 տարին պետք է սեն շարունակենք, պայքարելու ենք ամեն րոպե հավատքով, որ այս երկիրը պետք է ունենա փոփոխություն, որտեղ այդ փոփոխությունը ոչ թե անձեր են վնասում, այսօր գիտեք, լիքը մարդկանց կալանավորում են, քաղաքական կալանավորումներ կա, այլ մենք հայրենիք ունենալ չունենալու խնդիրն է եւ իմ պայքարը շարունակում է անկախ այսօրվա դատարանի որոշումից, անկախ հաջորդ որոշումից, մի տարի էլ կպահեն, 5 տարի էլ կպահեն, 7 տարի կդատեն, 15 տարի կդատեն, իմ պայքարը շարունակվելու է մինչև այնքան ժամանակ, մինչև այս չարիքի իշխանությունները հեռացվեն եւ մեր երկիրը մաքրվի։ Անգամ Նիկոլ Փաշինյանի այն, այսպես ասած, սպառնալիքները չեն խանգարելու, պայքարելու, քանի որ նա նշում է, որ ընդդիմադիրներին ջախջախելու են, այսպիսի խոսույթով է հանդես գալիս պարբերաբար։ Այդ խոսույթը ես 7 տարի լսում եմ, այդ խոսույթի տակ 7 տարի պայքարում եմ։ Այդ խոսույթը իմ համար նորություն չի, 21 թվին էլ է եկել, 20 թվին որ եկել էր Սիսիան մուրճը վերցրել էր, ասում էր մուրճով սենց եմ անելու, նենց եմ անելու, արել է, բայց ես նույն Սարգսյան Արտուրն եմ, հիմա ձեր դիմաց կանգնած եմ, պայքարել եմ եւ պայքարելու եմ։